ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար։ Երևանում ԵԱՏՄ-ն կաթվածահար անվանող ու կառույցի փլուզման մասին խոսող Նիկոլ Փաշինյանը Ղրղըզստանում անհամեմատ զսպված էր։ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին կառույցի կաթվածահար վիճակում լինելու մասին հայտարարություն նա ուղիղ չհնչեցրեց։ Փոխարենը դիվանագիտական ձևակերպումներով ասաց, որ Ռուսաստանի Հայաստանի նկատմամբ կիրառած սահմանափակումները խոչընդոտում են ընդհանուր շուկայի լիարժեք գործունեությանը։ Հայաստանը նրա խոսքով խտրական չէ ԵԱՏՄ անդամ որևէ պետության նկատմամբ եւ նույնն էլ ակնկալում է իր հանդեպ։ Игнорирование подобных вопросов способно не только Նման հարցերի անտեսումը կարող է ոչ միայն դադարեցնել Եվրասիական տնտեսական միության հետագա զարգացումը, այլև բացասաբար ազդել մեր երկրների քաղաքացիների եւ գործարար համայնքի կողմից դրա հանդեպ վերաբերմունքի վրա։ Ի վերջո, նման խնդիրները դադարում են լինել առանձին անդամ պետության խնդիրներ, դրանք դառնում են ամբողջ միավորման ընդհանուր խնդիրները։ Փաշինյանը թվային տվյալներ ներկայացրեց ու պնդեց Հայաստանը միության համար բեռ չէ եւ միայն առավելություններ չի, որ ստանում է, այլ օգուտ բերող պատասխանատու գործընկեր է։ Օրինակ 2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ-ից 5 միլիարդ դոլարի ապրանք է ներմուծել, մինչդեռ արտահանել է շուրջ 3 միլիարդի։ Таким образом, Армения внесла в общий бюджет Союза значительно. Այսպիսով Հայաստանը միության ընդհանուր բյուջե մուծել է զգալիորեն ավելի շատ միջոցներ, քան ստացել է, ինչը մեր պատասխանատու դիրքորոշման եւ ԵԱՏՄ շրջանակներում պարտավորությունների բարեխիղճ կատարման ուղղակի հաստատումն է։ В рамках ЕАЭС. Փաշինյանը նիստին անդրադարձավ նաև Հայաստան-Եվրամիություն օրակարգին։ Նշեց, ի գիտություն են ընդունել ԵԱՏՄ 4 երկրների ղեկավարների մայիսի 29-ի հայտարարությունը, որով նրանք կոչ էին արել սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել ու ընտրել մնալ ԵԱՏՄ-ում, թե շարժվել դեպի Եվրամիություն։ Փաշինյանը կրկին պնդեց, այժմ հանրաքվե անել չեն կարող, քանի որ դրա առարկան գոյություն չունի, Հայաստանը Եվրամիության անդամության դիմում չի ներկայացրել։ Будет означать, что мы Դա կնշանակի, որ մենք ակնկալում ենք, որ Հայաստանի քաղաքացիները ընտրություն կատարեն երկու այլ ընտրանքների միջև, որոնցից մեկը գոյություն չունի։ Դա անհարգալից կլինի մեր ժողովրդի նկատմամբ եւ գործնականում ոչ լեգիտիմ։ Нелегитимно. Փաշինյանն ընդունեց ԵԱՏՄ-ին եւ Եվրամիությանը միաժամանակ անդամակցելն անհնար է, սակայն պնդեց, Եվրաինտեգրման օրենքի ընդունումը դեռ չի նշանակում, թե Հայաստանն այսօր Եվրամիության անդամ դառնալու հնարավորություն ունի։ Նպատակը նրա խոսքով ընդամենը այլընտրանքի ստեղծումներ եւ Եվրամիության հետ չկան այնպիսի իրավական պարտավորություններ, որոնք խանգարում են Հայաստանին մնալ ԵԱՏՄ-ում։ Республика Армения исходит из того, что Հայաստանի Հանրապետությունը ելնում է նրանից, որ Եվրասիական տնտեսական միությունը չպետք է դիտարկվի որպես սահմանափակումների տարածք։ Մենք համոզված ենք, որ ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկեր երկրների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ։ как игра с нулевой суммой. Ետնաբեմում, սակայն ռուս լրագրողների հետ զրույցում Փաշինյանն ավելի ուղիղ էր, ասաց Ռուսաստանի սահմանափակումները Հայաստանի համար խնդիրներ ստեղծում են, սակայն դրանք խնդիր են նաև ԵԱՏՄ-ի համար, քանի որ ստացվում է, որ պրակտիկայում կառույցը չի գործում։ Փաշինյանը պնդեց, պետք է դրական դիտարկել Եվրոպական միության հետ մերձեցման Հայաստանի քաղաքականությունը։ Պետք չէ բացասականացնել այս գործընթացը, այլ սա շատ լավ շանս է Եվրասիական տնտեսական միության համար, որպեսզի մենք միասին աշխատենք ԵԱՏՄ-ի գրավչության եւ մրցունակության բարձրացման ուղղությամբ։ Ռուս լրագրողների հարցին համեմատել է արդյոք Հայաստանի ապրանքաշրջանառությունը Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի հետ, Փաշինյանը բացասական պատասխան տվեց։ Իսկ հարցին արդյոք Երևանին ստիպում են խզել տնտեսական կապերը Ռուսաստանի հետ, նա ծիծաղելով արձագանքեց։ Եթե ինչ-որ մեկն ունի լծակներ օգտագործելու, որպեսզի ինչ-որ բան ստիպի, այդ լծակները հաստատ չեն գտնվում Բրյուսելում, չեն գտնվում Արևմուտքում, չեն գտնվում Հարավում եւ չեն գտնվում Արևելքում, հասկանում եք։ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ տնտեսական սահմանափակումներ է կիրառում մայիսից, արգելվեց նախ գյուղմթերքի, ապա ձկնամթերքի, այնուհետև նաև կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից։ Այսպիսով Մոսկվան ուղիղ քաղաքական մեսիջ է հղում, որ դեմ է Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհին։ Նախորդին Ռուսաստանի Դաշնությունից կոշտ հայտարարություններ էին հնչել, Հայաստանին նրանք մեղադրել էին կառուցողական երկխոսության փոխարեն խաղադրույքները բարձրացնելու եւ շանտաժի փորձերի մեջ։ Ըստ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության ներկայացուցչի, Փաշինյանը խաբում է սեփական ժողովրդի
ժողովրդին դիվերսիֆիկացիա անվանելով շրջադարձը, որը այն կատարում է դեպի Ռուսաստանի հանդեպ բացահայտ թշնամաբար տրամադրված Եվրոպական միություն։